նախագծի բովանդակությունը, համեցեք։ Հարգելի Տիկին Տիգրանյան, հարգելի գործընկերներ, նախագիծը մշակվել է ելնելով նրանից, որ ծնողամետ գործատու այս հասկացությունը գնալով ավելի շատ է կիրառվում եւ մենք նպատակ ունեինք ծնողների համար, այն ծնողների համար, որոնք աշխատում են, ավելի հարմար պայմաններ ստեղծել, որպեսզի կարողանան կատարել եւ իրենց աշխատանքային եւ ծնողական պարտականությունները։ Աշխատանքային օրենսգրքում ընդամենը ավելացրել ենք 1 հոդված ծնողական ժամի վերաբերյալ, նաև մի հոդված ունենք ճկուն աշխատանքային գրաֆիկի վերաբերյալ, սակայն նախարարական սոցկոմիտեում քննարկման ժամանակ վարչապետի աշխատակազմի գործընկերները նշեցին, որ իրականում օրենսգիրքը որևէ կերպ չի սահմանափակում ճկուն աշխատանքային գրաֆիկը, մանավանդ մասնավոր սեկտորի համար, իսկ պետական աշխատողների համար կա կառավարության որոշում, որը հստակ դա սահմանափակում է։ Եթե փոփոխության գնանք, ապա կառավարության որոշման փոփոխության կգնանք, ես դրա համար օրենքի փոփոխությամբ նորից չծանրաբեռնեցինք ծնողական ժամը մինչև 12 տարեկան, մինչև 2 երեխա ունեցող ծնողներին հնարավորություն կտա կես ժամ բացակայել աշխատանքից, իրենց դիմումի հիման վրա, դիմումը ներկայացնելու են գործատուին եւ նշելու են որ ժամին եւ ինչպես են ուզում իրականացնել իրենց ծնողական պարտականությունը։ Եթե երեխաների թիվը 3 եւ ավելի, ապա մինչև 1 ժամ, եւ եթե ունենք հաշմանդամություն ունեցող երեխա մինչև 18 տարեկան, այստեղ տարիքային շեմնել ենք փոխել, նորից մինչև 1 ժամ անկախ երեխաների թվից ծնողը կարող է բացակայել, բացակայելու համար պատճառաբանությունը նշել պետք չի, բայց հիմնական մեր խնդիրը էր, որ կրթական հաստատություն ուղեկցելիս, մանկապարտեզից վերցնելիս եւ այլն, երկու ծնողներն էլ հավասար իրավունք ունենան գործատուին դիմել եւ օրինական վճարվող բացակայություն ունենալ, մի դիտարկում էր արել վարչապետի աշխատակազմը, ուզում եմ դա բարձրաձայնել, քանի որ նոր փոփոխություն դա կառաջացնի օրենսգրքում, այստեղ գրել ենք, որ հիմնական աշխատավարձով են բարձրատրվելու, որպեսզի գործատուն ավելորդ բեռ չունենա եւ անընդհատ միջին բարձրատրություն չհաշվի, բայց սա տարբերվում է մեր 258 հոդվածից, որտեղ մինչև 2 տարեկան երեխա ունեցող մայրիկները մի ժամ կարողանում են բացակայել, այնտեղ բարձրատրվում են միջին ամբողջ վարձատրությամբ։ Հիմա եկել են կոնսենսուսի, որ այդ հոդվածում փոփոխություն կանենք նմանատիպ, որովհետև այս մայրիկները, որոնք ունեն մինչև 2 տարեկան երեխա եւ այդ մի ժամն են բացակայելու եւ այս կես ժամը կկարողանան բացակայել, եթե թիվը երեխաների շատ է, 2 ժամ կբացակայեն աշխատանքից, որպեսզի գործատուն տարբեր մեխանիզմներ հաշվարկի չունենա եւ նոր բեռ իր համար չառաջանա, հիմնական փոփոխությունը սա է։ Շնորհակալություն Տիկին Քոչարյան, նախագիծը ներկայացնելու համար հարցեր ունեք հարգելի գործընկերներ, Տիկին Եղազարյան, հետո Տիկին Պողոսյան, հետո Տիկին Ստեփանյան։ Շնորհակալություն Տիկին Քոչարյան նախագիծը ներկայացնելու համար, ինձ նախագծի ներկայացման ընթացքում մի հարց առաջացավ իմ մոտ, այսինքն երկու ծնողները հավասարաչափ կարող են օգտվել այս իրավունքից, արդյոք ընդունելի է նույն ժամ համատեղ, այսինքն երկուսով միասին նա իր աշխատավայրում, մայրը իր աշխատավայրում օգտվեն այդ իրավունքից, թե պարտադիր է, որ մեկը երկուսին էլ իրավունքը կա, բայց միայն մեկը կարող է օգտվել այս առավելությունից։ Տիկին Եղազարյան, նման սահմանափակում չդրեցինք, հատուկ չդրեցինք, որովհետև եթե օրինակ մանկապարտեզից վերցնելուց կամ կրթական հաստատություն տանելուց ծնողները որոշել են դա անել համատեղ, մենք այդ իրավունքը օրենսգրքով տալիս ենք։ Մենք որևէ կերպ չենք սահմանափակում, որ եթե մեկը գնացել է, մյուսին չի թույլատրվում։ Բայց գործատուի եւ աշխատողի միջև հարաբերությունների ավելի մանր հարցեր կարող են քննարկվել արդեն պայմանագրի հիման վրա։ Գործատուն ինքը, եթե երկու ծնողներ օրինակ նույն գործատուի մոտ են աշխատում, կարող է տարբեր ժամերի եւ այլն քննարկեն։ Բայց մենք օրենսգրքում իրավունքը որևէ կերպ չսահմանափակեցինք համատեղ երկու ծնողներ նույն ժամին բացակայեն։ Ինչը նշանակում է, որ երկու ծնողներ էլ կարող են օգտվել այդ իրավունքից տարբեր ժամերին։ Որևէ մեկը չի կարող հսկողություն անել, որ X գործատուի մոտ աշխատող մայր ծնողը իսկապես վերցնում է երեխայի, ասենք, պարտեզ տանելու համար եւ հայր ծնողը
Y գործատուի մոտ աշխատող վերցնում է 1 այլ ժամի, էլի երեխային օրինակ պարտեզից խմբակ տանելու համար Այո, որևէ կերպ ոչինչ չանելու համար։ չենք սահմանափակել։ Չենք սահմանափակել եւ դա, եւ եթե երկուսով նույն ժամը վերցնեն, ասենք առավոտյան երկուսով տանեն մանկապարտեզ։ Հետևաբար գործատուն էլ չունի պարտավորություն եւ իրավունք ստուգելու արդյոք մյուս ծնողը օգտվել է այդ իրավունքից եւ սահմանափակի իր մոտ աշխատող ծնողի իրավունքը։ Մենք ընդհանրապես կտեսնենք, որքանով ծնողները էֆեկտիվ են օգտագործում այս իրավունքը եւ որ ծնողն ավելի շատ այդ իրավունքն օգտագործում իր անձնական, բայց ոչ երեխա կենտրոն գործերի համար։ Արձագանքում եք տիկին Արձագանքը չէ, իհարկե շատ լավ է, ես սա դրական եմ գնահատում եւ շատ լավ է, որ այս դիրքորոշումն ենք մենք որդեգրել, որովհետեւ այո, ինչպես Տիկին Տիգրանյանը նշեց, ծնողները համատեղ, գուցե եւ տարբեր ժամերի մեկը տանի, մյուսը վերցնի, դա շատ ավելի արդյունավետ կլինի, երեխայի շահը կսպասարկի, քան եթե սահմանափակում լիներ։ Շնորհակալություն։ Տիկին Պողոսյան։ Շնորհակալություն, Տիկին Քոչարյան, ինձ հետաքրքրում է Իստեմատիկի Երազանի հարցի եւ արձագանքի ընթացքում տանք հնարավորություն Տիկին Ստեփանյան միջև դուք կվերիշեք դուք հարակին ձեկուցող եք լինելու այս նախագծով։ Շատ լավ։ Շնորհակալ եմ, Տիկին Քոչարյան, ասացիք, որ աշխատողը նախապես պետք է գործատուին դիմում գրի, որտեղ պետք է նշի բնականաբար իր երեխաների թիվը կամ եթե հաշմանդամություն ունեցող երեխա ունի նաև այս փաստի մասին անպայման գրի, այստեղ կուզեմ մի քիչ ավելի շատ դիմումի բովանդակության մեջ, եթե կարգով է, ասեք, որ կարգով է մշակվում, եթե ոչ, օրինակ, այդ մի ժամվա կամ կես ժամվա տարբերությունը աշխատողը պիտի գործատուին ներկայացնի, որ օրինակ իրեն նպատակահարմար է առավոտյան այդ մի ժամ կամ կես ժամը բացակայի, թե օրվա վերջին, թե օրինակ մի քիչ ավելի երկար ընդմիջում անի, ուզում եմ սա հասկանամ, գուցե տեխնիկական է, այդպես բովանդակային չէ, բայց վստահ եմ, որ երբ որ մենք այս նախագծի վերաբերյալ գրառում անենք մեր սոցիալական ցանցերում, դետալային մակարդակով ամենատարբեր դեպքերը գրելու են, դրա համար այս մասով ենք մի քիչ հարցեր տալիս։ Շատ շնորհակալ եմ Տիկին Ստեփանյան, ես էլ եմ համոզված, որ այս հարցի շուրջ դեռ շատ ենք խոսելու։ Օրենսգրքում մենք փորձել ենք որևէ նման տեխնիկական հարց չկարգավորել եւ սա թողնել գործատու եւ աշխատողի միջև հարաբերություններին, որտեղ այստեղ հստակ կան պայմանագրային հարաբերություններ, նաեւ կան ներքին կարգապահական կանոններ եւ շատ հանգիստ իրենք կարող են իրենց մեջ պայմանավորվել սա ինչպես են իրականացնում։ Ես բերեմ հեռավար աշխատանքի օրինակը, որ նույն սկզբունքով է գործում։ Հեռավար աշխատանքը ամրագրել ենք օրենսգրքում, բայց չենք գրել ով է դիմում գրում, ինչպես է գրում եւ այլն, բայց կոնկրետ մեր նախարարությունում ընդհանրապես անմիջական ղեկավարին մի երկտող է գալիս, որ հետո հաստատումից հետո գնում է կադրել, որ ես վաղը հեռավար աշխատանքի եմ։ Ցանկացած գործածու ինքը կարող է որոշել ամեն օր է ուզելու այդ երկտողը աշխատողից, թե մեկ անգամ մեկ ամսվա կամ մեկ տարվա համար, թե մի անգամ գրելու էր երեխաների թիվը եւ ամեն բացակայելուց ուղակի գործատուն իմանա, որ այս կես ժամը դրա համար է բացակայում, կամ ձեր ասած ընդմիջումը երկարացնելու դեպքում, որը բավականին հարմար ժամ է դպրոցից վերցնելուց, որ այդ մի ժամում չեն տեղավորվում, 1.5 ժամում, գուցե ուղղակի իրենք բանավորել պայմանավորվեն եւ դա միտեղ ֆիքսվի, որ այս աշխատողին բացակա չդնեք երևի կադրերում ֆիքսվի։ Ուզում եմ ասեմ, այս մանր բաները, տեխնիկական հարցերը մենք որոշեցինք օրենսգրքում չֆիքսենք եւ սա թողենք բացառապես գործատու աշխատող հարաբերություններին։ Շնորհակալ եմ շատ եւ եւս մեկ անգամ կուզեմ բարձրաձայնել Տիկին Քոչարյան բոլոր այն աշխատողները, ովքեր որ այս կատեգորիայի մեջ կլինեն եւ կլինեն աշխատող, իրենց մի ժամվա կամ կես ժամվա բացակայությունը որևէ ազդեցություն չի ունենալու նրանց ամսական աշխատավարձի վրա։ Այո, իրենց հիմնական աշխատավարձը իրենք ստանալու են այդ ժամի համար, բացակայած ժամի համար։ Բացի այդ, այս որ գրել ենք կես ժամ, 1 ժամ, դա առավելագույն ժամանակն է։ Եթե 8:30 տարավ դպրոց, օրինակ երեխային, մայրիկը կամ հայրիկը, եւ 9:10 հասան աշխատանքին, այդ նշանակում է իրենք 10 րոպե են օգտվել իրենց ծնողական ժամից։
օրինակ եմ բերում։ Այս առավելագույն է կեժամ եւ ուղղակի այդ վճարվելու այդ ժամանակը եւ որևէ մեկը աշխատավարձից դա որպես բացակայություն պահում չի անել։ Հիշեցիք ձեր Ես իրականում Ձեզ հիշեցի, ինչ բայց էր Տիկին հետաքրքրում։ Ստեփանյանը հենց դա էր հետաքրքրում դիմումների հետ կապված, պետք է ամենօրյա գրեն, թե կարող են օրինակ տարեկան կտրվածքով պայմանավորվեն, որ օրինակ ամեն օր պետք է կես ժամ ուշ ներկայանա ծնողը աշխատանքի, բայց եթե օրինակ լինի օր, որ ուզում է օգտվել աշխատանքային օրվա վերջում, նորից նոր դիմումը պետք գրել թե ոչ եւ եւս մեկ հարց ընթացքում ցակեց Տիկին Քոչարյան, եթե օրինակ ծնողը առավոտյան օգտվում է ընդհանրապես ծնողական ժամից 10 րոպե, ոնց որ դուք նոր քիչ առաջ նշեցիք, մյուս օրինակ 20 րոպեն կարող է օրվա վերջում օգտագործել։ Շնորհակալ եմ։ Մոտարապես այսպես եկեք պատկերացնենք, որ այո, կարող է բաղդադել դա 10 րոպեների, 10 եւ 20 րոպեի, կամ առավոտյան 20 օրվա վերջում 10 րոպե, կամ ընդմիջումից հետո 10 րոպե, ինչպես իրեն հարմար է։ Ես այս պահին չեմ պատկերացնում, որ ամբողջ տարվա համար դիմումը լինի։ Հետո գուցե ամեն օր դրա կարիքը չլինի եւ ինքը ամեն օր այդ դիմումը չկրի, այնպես չի, որ բոլոր ծնողները մտածում են ոնց անեն բացակային աշխատանքից, բայց եթե կա դրա խիստ անհրաժեշտություն եւ օրինակ որևէ հարազատ կամ տատիկ չկա երեխային դիմավորի, այդ ծնողը գուցե ամեն օր էլ օգտվի այդ կես ժամից եւ ինքը միանգամից գրի օրինակ ամսվա համար կամ կիսամյակի համար, բայց այն ծնողը, որի հետ նման դեպք պատահում է օրինակ շատ հազվադեպ, հենց այդ օրը ուղղակի կարող է գրել, որ ես այսօր կես ժամ ուշանալու եմ կամ կես ժամ շուտ թույլ տվեք գնալ, այսպիսի սահմանափակում չենք դրել, դա նորից ասեմ, թողել ենք բացառապես եւ կարծում եմ, որ որևէ գործատու դուր չի գա, հստակ հասկանալով, որ դրա անհրաժեշտությունը չկա, եթե աշխատողը մի ամբողջ տարվա համար ի սկզբանե գրել է, որ ինքը կես ժամ օրինակ ուշանալու է, չեմ կարծում, որ այդ իրենց մեջ հարաբերությունները ամեն դեպքում դրանք իրենց հարաբերություններն են, մենք օրենսգրքով ուղղակի իրավունքը ֆիքս ենք։